Ողջույն, ես Միլենան եմ։ Այս TADM-ի այս հաղորդման ընթացքում խոսելու եմ այն մասին, թե ինչ հաղորդումներ արժե դիտել համացանցով, որպեսզի ինքնակրթվենք և լցնենք ընդհանուր գիտելիքների պաշարը։ Առաջին հարթակը և հաղորդումը հենց հայկական է։ Առաջարկում եմ հետևել Boom TV-ին։ YouTube-յան ալիքում պլեյլիստերով կտեսնեք տարբեր թեմատիկայի հաղորդումներ, հիմնականում հյուրեր են այնտեղ լինում և պատմում են իրենց իմացածի մասին, մասնագիտական հմտություններն են ցուցաբերում և կիսվում են դրանցով։ Թեմաները բազմազան են բիզնեսից սկսած մինչև առողջապահություն, սոցիոլոգիա, քաղաքականություն, տնտեսություն, արվեստ, մշակույթ և այլն։ Հարմար է այնքանով, որ առանձնացված է թեմատիկայի ըստ շարքերի, ըստ անգամ տևողության, որովհետև կա օրինակ բաժին, հենց անվանումն էլ երկար զրույց է։ Եթե ունեք ժամանակ կամ մեքենայի մեջ եք, կարող եք դա միացնել և լսել։ Մյուս շատ հավես, ինքնակրթական և զարգացնող հաղորդումը Discovery Channel ալիքն է նրա բոլոր հաղորդումներով և թողարկումներով։ Եթե անգլերեն չեք կարողանում լսել, կարող եք մուտք գործել YouTube-յան էջով Discovery Channel Russia տարբերակը բացել և այնտեղ արդեն ռուսերենով հասանելի են բոլոր հաղորդումները։ Դրանք վերաբերում են աշխարհի ամենաբարձր, ամենամեծ առարկաներին, օրինակ մեքենաների պատրաստմանը, թողարկմանը, ինչպես է պատրաստվում և արտադրվում որևէ ապրանք, հատկապես մեծ էսկալատորներից սկսած մինչև ամենափոքր և սնունդին վերաբերող հաղորդումներ կտեսնեք։ Առաջարկածս մյուս ալիքը նույնպես ռուսական է, առաջարկում եմ դիտել Արիել ի Ռեշկա հաղորդումները։ Դրանք հիմնականում ճանապարհորդության սիրահարներին կհետաքրքրեն, բայց նաև իրենց մեջ պարունակում են մեծ ինֆորմացիա տվյալ պետության, ժողովրդի, աշխարհագրական դիրքի, տնտեսության, ապրելակերպի և այլնի մասին։ Եթե ցանկանում եք ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել, խորհուրդ եմ տալիս նաև դիտել տարբեր ֆորմատի, տարբեր լեզուներով, տարբեր ազգությունների պատրաստած հարցազրույցները։ Դրանք օգնում են մեզ, որ ճանաչենք հյուրին և հյուրի միջոցով իմանանք այն ամենի մասին, ինչից նա խոսում է։ Pinterest հարթակն եմ առաջարկում, այնտեղ ոչ միայն նկարներ կարող եք դիտել, վերբեռնել, փնտրել, այլ նաև կան շատ օգտակար հոդվածներ և բավական է միայն նշել ձեր հետաքրքրությունները կամ փնտրել բաժնում գրեք այն թեման, որի մասին ցանկանում եք հավելյալ ինֆորմացիա ստանալ և կբերի մի շարք հոդվածներ։ Այնտեղի հոդվածների առավելությունն այն է, որ կան գեղեցիկ բաժանված բաժիններ, այսինքն օրինակ կա 10 խորհուրդ այն մասին, թե ինչպես, և 10 խորհուրդները ենթավերնագրերով, մքացված տառերով առանձնացված են։ Հեշտ է հատկապես հեռախոսով օգտվելիս, քանի որ հենց հեռախոսի ֆորմատով է բերելու և նայելը, դիտելը ավելի հարմար է լինում։ Ես առանձնացրել էի այս մի քանի կարևոր հաղորդումները, որոնք ինքս էլ դիտում եմ և ինչ-որ նոր բան անընդհատ սովորում եմ։ Հետևեք նաև այս TADM-ի բոլոր հարթակներին, որպեսզի նորից հավելյալ գիտելիքներ կարողանաք ստանալ, ինչպես նաև տիրապետեք այն գործիքներին, որոնց միջոցով կարելի է ինքնակրթվել, զարգանալ, նոր, օգտակար և կարևոր հմտություններ ձեռք բերել։ Այսօրվա համար պատրաստել էի այսքանը, հետևեք այս TADM-ի մյուս հաղորդումներին։